Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Տեր Հիսուսի անունով աղոթելը։ Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կոչվում է «Ինչ է նշանակում հավատալ Տեր Հիսուսի անվանը»։ Տեր Հիսուսը նաև Իր անունով աղոթել էր սովորեցնում աշակերտներին։ Ի՞նչ է նշանակում Տեր Հիսուսի անունով աղոթելը։ Արդյոք դա միայն քո խնդրվածքը Տեր Հիսուսի անունով արտահայտությամբ ավարտելն է։ Ի՞նչ է սովորեցնում աղոթքի առումով Տեր Հիսուսի անվան մասին Աստվածաշունչը և արդյոք մենք հավատում ենք Տեր Հիսուսի անվան զորությանը աղոթքների ու խնդրվածքների առումով։ Հովհաննես ավետարան 14:13 և 14 խոսքերում կարդում ենք Տեր Հիսուսի խոսքերը. «Եվ ինչ որ Իմ անունով խնդրեք, կանեմ, որպեսզի Հայրը Որդու միջոցով փառավորվի. եթե Իմ անունով որևէ բան խնդրեք, Ես այն կկատարեմ» Սիրելի՛ բարեկամ, ինչպես արդեն նշել ենք այս շարքի մեր նախորդ ուղերձների մեջ, Տեր Հիսուսի անունը կապ ունի Նրա իշխանության հետ։ Վերը բերված աստվածաշնչյան խոսքերում Տեր Հիսուսը աշակերտներին սովորեցնում էր Իր անունով աղոթքներ անելու մասին։ Սա նշանակում է մոտենալ Աստծուն և խնդրել որպես Քրիստոսին պատկանող մարդիկ, Նրա առաքելությունն ընդունած և Նրա ուսուցումներին հնազանդ աշակերտներ։ «Դուք նույնպես այժմ նեղություն եք կրում, բայց Ես դարձյալ պիտի տեսնեմ ձեզ ու ձեր սիրտը պիտի ուրախանա, և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չի խլելու։ Եվ այդ օրն Ինձ ոչինչ չեք հարցնելու. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ Իմ անունով Հորից խնդրեք, կտա ձեզ։ Մինչև հիմա Իմ անունով ոչինչ չեք խնդրել. խնդրեք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի» Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթել Տեր Հիսուսի անունով նշանակում է աղոթել այնպես և այն բաների համար, որը Տերը կաղոթեր, եթե նման կարիքի բախվեր Իր երկրային կյանքի ընթացքում։ Տեր Հիսուսի անունով աղոթողները ասես Նրա դեսպանները լինեն այս աշխարհում։ Ինչպես որ որևէ երկրի դեսպան չի ներկայացնում սեփական շահը, այլ ներկայացնում է իր երկրի շահը, այնպես էլ Քրիստոսի աշակերտները պետք է Քրիստոսի շահը ներկայացնողներ լինեն։ Եվ մեր աղոթքները արտացոլում են մեր շահն ու փափագները։ Մեր աղոթքները խոսում են մեր երազանքների ու ձգտումների մասին։ Ինչպես դեսպանը պաշտոնական հանդիպումների ժամանակ փոխանցում է իր երկրի ղեկավարի խոսքերը և ներկայացնում մոտեցումներն ու սկզբունքները, այնպես էլ Տեր Հիսուսի անվանը հավատացող մարդն Աստծուն աղոթելիս ոչ թե աշխարհի օրինակով ձևավորված սեփական կարիքներն է ներկայացնում, այլ Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքներից ու կենսակերպից բխող կարիքների համար է խնդրում։ Ա Հովհաննես 5:13-15 հատվածում գրված է. «Այս բաները ձեզ գրեցի, որպեսզի իմանաք, որ դուք Աստծու Որդու անվանը հավատացողներդ հավիտենական կյանք ունեք։ Սա է այն վստահությունը, որ Նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ Նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ Նրանից ստանում ենք մեր խնդրածները» Խնդրել Տեր Հիսուսի անունով նշանակում է խնդրել Նրան պատկանելու և Նրան ներկայացնելու իշխանությամբ։ Խնդրել Տեր Հիսուսի անունով նշանակում է խնդրել Նրա կամքին համապատասխան բաներ։ Խնդրել Տեր Հիսուսի անունով նշանակում է աղոթել որպես Քրիստոսի դեսպաններ, որոնք Աստծու Արքայության շահը վեր են դասել սեփական շահից ու հարմարավետությունից։ Հավատո՞ւմ ես Տեր Հիսուսի անվանը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։